Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնակատարում է տարվա 4-րդ տաղավար տոնը, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը։ Եվ վերջին տաղավար տոնը սեպտեմբերին կտոնակատարեն Քրիստոսի հաղթական խաչի վերացման տոնը։ Ուրեմն այս տոնը նախավերջինն է տաղավար տոների մեջ։ Մարիամ Աստվածածնի վերափոխման դեպքը գրված չի ավետարանի մեջ, գրված չի նոր կտակարանի մեջ։ Ուստի աղանդավորական քարոզիչներ շփոթ են առաջ բերում, այնպես մի ներկայացնելով կարծեք թե մենք 21-րդ դարում հորինեցինք մի տոն և մարդկանց ասում են, գիտեք, Մարիամ Աստվածածինը վերափոխվել է երկինք։ Անշուշտ բանից անտեղյակ մարդիկ կարող են այսպիսի քարոզչությամբ փոքր-ինչ վնասվել չտոնակատարելու համար Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի վերափոխման հրաշալի դեպքը, բայց ավելի սթափ մտածող մարդիկ, երբ որ այսպիսի կեղծ ու պատիր քարոզչության կհանդիպեն, առնվազն իրենք իրենց կպարտավորեցնեն, փոքր-ինչ ուսանել Մայր եկեղեցվո սրբազան ավանդույթը, և այս հարցի շուրջ դժվար չէ մի փոքրիկ քննություն, և անմիջապես կհասկանան, չնայած որ գրված չի ավետարանի մեջ, գրված չի նոր կտակարանի մեջ, բայց սա սրբազան ավանդույթ է առաքելական դարերից եկող։ Ոչ թե 21-րդ դար, 20-րդ, 18-րդ, 15-րդ, առաքելական ժամանակից եկող։ Այս դեպքի իրողությունը մեջտեղ ելավ, այսինքն վերափոխումը, որովհետև բոլոր առաքյալները Մարիամ Աստվածածնի շուրջը կանգնած էին, բացի Բարթողիմեոս առաքյալից։ Եվ Տիրամայր իր աչքերը փակեց 60 տարեկան հասակում։ Առհասարակ մենք պիտի լավ իմանանք, որ Սուրբ Կույսը 15 տարեկան էր, երբ որ ծնեց աշխարհի փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին, այնուհետև գիտեք 33 տարեկանում Քրիստոս խաչվեց, այսինքն Մարիամ Աստվածածինը 48 տարեկան էր, երբ որ իր սրբազան որդին խաչվեց և աշխարհին փրկություն բերեց իր արյամբ։ Եվ այնուհետև սրբազան ավանդությունը մեզ տեղեկացնում է, որ 13 տարի ևս ապրեց Մարիամ Աստվածածինը և Երուսաղեմում ապրեց։ Եվ վերնատանն էր, նրանց տունը, որտեղ նրանք ապրում էին, վերնատունն էր կամ վերնատան մոտիկ այդ նույն տունն էր։ Հիմա երբ որ Երուսաղեմ ուխտի են գնում, այնտեղ երկու սրահներ կան, մեկը Աստվածածնի ննջման եկեղեցին և մեկն էլ վերնատունը, որտեղ հոգեգալուստը տեղի ունեցավ։ Մարիամ Աստվածածինը 13 տարի Երուսաղեմում ապրեց և նրա շուրջ մշտապես հավաքվում են սրբազան առաքյալները։ Գիտեք, Սուրբ Հովհաննես ավետարանիչ առաքյալը խաչի վրայից Տեր Հիսուս նշանակեց խնամակալ իր մորը, ասելով ահա քո մայրը։ Եվ Տեր Հիսուսի խաչվելուց հետո Հովհաննես ավետարանիչը հատկապես խնամեց Սուրբ Տիրուհուն, իսկ մնացած առաքյալներն էլ որդիական խոնարհությամբ մշտապես նրա շուրջն էին, և չնայած Մարիամ Աստվածածինը արժանանալով այսպիսի հարգանքի, գնահատանքի, այսպիսի սիրո և գուրգուրանքի, նա նաև մեծ հարձակման թիրախ էր, որտեղ գիտեք Քրիստոսի խաչող անօրենները շարունակաբար հալածում էին Քրիստոսի եկեղեցին և այնտեղ հատկապես թիրախ էր նաև Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը, անգամ Մարիամ Աստվածածնի թաղումը ուզեցին խանգարել, որտեղ դա մի մեծ իրադարձություն էր ամբողջ քրիստոնյա աշխարհը, այն ժամանակվա քրիստոնյա հազարավոր մարդիկ հրաժեշտ էին տալիս և մեծ ակնածանքով ճանապարհում էին Սուրբ Տիրամորը։ Բոլոր առաքյալները հավաքվել էին այս թափորին իբրև գլխավորներ, բայց մի առաքյալ այնտեղ չէր, Բարթողիմեոս այնտեղ չէր։ Դրա համար երբ որ պատվով Մարիամ Աստվածածնին փաստորեն Սիոն լեռան գլխից իջեցրին և պատվով դրեցին Գեթսեմանի պարտեզում նրա ծնողների Շիրիմի մեջ, այսինքն Հովակիմի և Աննայի, որտեղ նաև հայր Հովսեփն էր ուղարկավորած,
դրեցին Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնին, ապա Սուրբ Բարթոմեոս առաքյալը մի փոքրիկ ուշացումով հասնում է Երուսաղեմ եւ շատ վշտանում նեղսրտում է, որ միայն ինքը չի արժանացել Տիրամորը ստեսություն անելու պատվին, վերջին օրհնանքին, այս աշխարհից գնալու վերջին բարի օրհնանքին։ Եվ շատ նեղսրտելով խնդրում է, որ գերեզմանը բացեն, ինքը հրաժեշտ տա։ Բայց երբ որ գերեզմանը բացում են, տեսնում են, որ Տիրամայրը վերափոխված է երկինք։ Դրա համար առաքյալները ընդառաջ Սուրբ Բարթոմեոսի այս հոգեվիճակին նրան են նվիրում Մարիամ Աստվածածնի միակ սրբապատկերը, Տիրամոր նկարը։ Եվ Մարիամ Աստվածածինը Սուրբ Բարթոմեոսը վերցնելով Մարիամ Աստվածածնի այս սրբապատկերը, հետագայում հետը բերում է Հայաստան։ Եվ այստեղ ամփոփելով հոգյացվանքն է հիմնադրում, որը հետագայում մեծ կուսանոց է դառնում։ Սա է պատմական դեպքը, որով Մարիամ Աստվածածինը ննջեց, բայց ննջելուց հետո վերափոխվեց երկինք։ Հայոց ավանդության մեջ դերևս առաջին արձագանքը կամ գրավոր մեզ փոխանցված Մովսես Խորենացին ասում է, սա մեր ազգի մեջ չափազանց հնավանդ սովորություն է տոնակատարել Մարիամ Աստվածածնի տոնը։ Այսինքն Մովսես Խորենացին արդեն 5-րդ դար։ Իդեպ Խաղողի օրհնության աղոթքը Ներսե Շնորհալին է գրել 12-րդ դարում։ Մովսես Խորենացին 5-րդ դար։ Եվ Մովսես Խորենացին ասում է վաղնջուս տոնակատարում ենք մենք։ Դրա համար թերևս այս տոնակատարությունը Սուրբ Բարթողմեոսով մեր մոտ եկավ, առաքյալով, եւ այնուհետեւ Գրիգոր Լուսավորիչը կանոնակարգեց, եւ այնուհետեւ արդեն վաղնջուս տոնակատարում են մինչեւ 5-րդ դար, այսինքն Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Սուրբ Մովսես Խորենացի պատմահայր, եւ այսպես սերնդեսերունդ փոխանցելով այսօր մենք էլ սիրելի հավատացյալ ժողովուրդ, հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հարազատ զավակներ, միաբանվել ենք տոնակատարելու Մարիամ Աստվածածնի վերափոխման այս հրաշալի տոնը։ Գիտեք որքան խորհրդավոր է Երուսաղեմում երկու գերեզմաններ կան դատարկ։ Երկու փառահեղ տաճարներ այս դատարկ գերեզմանների վրա կառուցված։ Մեկը Տեր Հիսուսի հարության տաճարն է, որ մի ահռելի հսկա տաճար է եւ ամբողջ քրիստոնեության գլխավոր սրբավայրն է, որտեղ խաչվեց Քրիստոս, որտեղից հարություն առավ Քրիստոս, պարտության մատնելով մահվանը եւ անմահության ճանապարհը բացելով եւ հավիտենական կյանքի հույսն ու լույսը սփռելով իր հետևորդ, իր զավակների եւ քրիստոնյա ժողովրդի մեջ։ Երկրորդ գերեզմանը Մարիամ Աստվածածնի վերափոխման տաճարի մեջ է, որովհետև վերափոխման տաճարի կենտրոնական իբրև խորան Մարիամ Աստվածածնի դատարկ գերեզմանն է, որտեղ ընդամենը 3 օր Տիրամոր մարմինը դրվեց, բայց 3-րդ օրը նրա որդին Տեր Հիսուս Քրիստոս երկնքից իջավ եւ նրան վերափոխելով տարավ երկինք։ Ուստի Մարիամ Աստվածածնի նշխար չկա երկրի վրա, ոսկորի մասում չկա, ոնց որ օրինակ Գրիգոր Լուսավորչին կա, Սուրբ Սարգսին կա եւ մնացած մեր սուրբերի։ Մարիամ Աստվածածնի նշխար չկա երկրի վրա։ Նա վերափոխվեց երկինք, նրա գերեզմանը դատարկ մնաց։ Եվ ի պատիվ մեզ հայերիս ասեմ, որ ավելի ճիշտ մեր մեծերի ոչ թե մեզ, մենք պիտի արժանանանք այդ պատիվը կրելու։ Թե Տեր Հիսուսի դատարկ գերեզմանի մեջ 1/3-ի խնամակալ ծառան ու տերը հայերն են, ինչպես ամեն օր հայերենով Սուրբ Պատարագ է մատուցվում հարության տաճարում, այդպես ամեն օր հայերենով Սուրբ Պատարագ է մատուցվում Տիրամոր դատարկ գերեզմանում, որը գլխավոր խորանն է վերափոխման տաճարում։ Եվ ձեր տկար քահանա ևս արժանացել է, թե Հիսուսի հարության տաճարում դատարկ գերեզմանի մեջ պատարակելու եւ պաշտելու Տեր Հիսուսին իր հարությամբ, այդպես նաեւ մեր Սուրբ Մայրիկի, Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի դատարկ գերեզմանի մեջ պատարակելով
տոնակատարելու, ուրախանալու, պաշտելու մեր Տիրոջն ու Աստծուն, պանծացնելու Սուրբ Գույս Մարիամ Աստվածածնի հիշատակը եւ նրա սուրբ բարեխոսությունը խնդրելու։ Եվ թող Սուրբ Մայրիկը արժանացնի մեզ բոլորիս իր վեհ ու պատվավոր բարեխոսությանը երկնքում, որտեղ նրա խոսքը չափազանց ազդու է, որտեղ նրա խոսքը մեծ բարիքների պատճառ է մահկանացուներիս համար։ Ուստի Սուրբ Մարիամ Աստվածածինը թող այսօր բարեխոսի յուրաքանչյուրիս համար, մեր համար, մեր ընտանիքների համար, մեր հիվանդների համար, մեր նեղության մեջ հայտնված մարդկանց համար, մեր գերիների, մեր տնանքների, մեր ամեն տեսակ նեղություն կրող Աստծուն պաշտող իր զավակների համար, թող Տերն էլ առատության օրհնություն բաշխի։ Ինչ որ իր կյանքն է, թող այն անի։ Եթե վարձքի պիտի արժանացնի նեղություն հաղթարելու ժամանակ, թող ուժ տա դիմանալու եւ վարձքն էլ ստանալու Աստծուց։ Եթե պիտի փոխի իրավիճակ եւ իր ներգործությամբ ուրախացնի իր սիրելի զավակների սիրտն ու հոգին, թող ներգործի, թող փոխի եւ թող աստվածային բարիքներով լցնի իր հավատացյալ զավակների սրտերը։ Գիտեք, հավարտ, սուրբ եւ անմահ պատարագի, ինչպես ամեն տարի 22 տարի շարունակ մենք միասին եւ առհասարակ մեր Սուրբ եկեղեցին դարեր շարունակ Սուրբ պատարագից հետո պիտի օրհնենք խաղողը։ Ինչու խաղողը, որովհետեւ խաղողը գինու մայրն է։ Իսկ գինին մեկ բաժակ դրված է Սուրբ սեղանին եւ փոխարկվելով դառնում է Քրիստոսի արյուն։ Դրա համար հատկապես Սուրբ հայրերի կողմից ընտրվել է խաղողի օրհնությունը, որպես գինու մոր։ Եվ նոյն ահապետը, երբ որ իջավ տապանից, առաջինը ինքը խաղողի այգի տնկեց եւ առաջինը ինքը գինի սարքեց եւ գինի խմեց ու զմայլվեց արդարը։ Ուստի մենք նոյան տապանի համայնքը մեզ համար նաեւ այս շնորհը քաղցր է, ուրախալի, որով թող Աստված արժանացնի խաղողի օրհնության միջոցով բոլորիս ընտանիքները, դաշտերն ու անդաստաններն ու բերքն ու բարիքը օրհնվելու։ Շնորհ, սեր եւ խաղաղություն ընձեզ, ընդ ամենեսյանը, ամեն։